Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ Մարինե Սարգսյանը 16 տարեկանում որոշեց դեմ գնալ մորը և ամուսնանալ։ Ընտրեց Մարատ Թալանջյանին ու համաձայնեց նրա բոլոր պայմաններին։ Տարիների ընթացքում չբացված փակագծերը բացվեցին ու վեճերը սկսվեցին։ Տարիներ անց Մարինեն հեռացավ ամուսնու տանից իր հետ տանելով 3 երեխաներին։ Առաջին հաղորդմանը տիկին Ռիման որոշեց չներկայանալ, բայց չդիմանալով հարցի իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, Ռիման որոշեց պատասխանել նրան ու պայքարել 3 թոռների համար երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Չբացված փակագծեր 2 կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր առաջին հյուրը Մարինե Սարգսյանն է, նա այստեղ է։ Բարի երեկո Մարինե, հերթական անգամ, շնորհակալ եմ կրկին հրավերն ընդունելու համար։ Մեր առաջին թողարկումից մի բան ակնհայտ հիշում ենք, այն, որ դուք պնդում եք, որ սկեսուրի կողմից անընդհատ բռնության եք ենթարկվել և ամուսնական կյանքում, որը 8 տարի է տևել, լավ հիշողությունները ցավոք սրտի չեն գերակշռում, դրանք հիմնականում ավելի վատն են։ Անցած անգամ մենք անընդհատ խոսում էինք այդ մասին, որ երեխաներն են դարձել այս պահին ձեր խնդիրների հիմնական պատճառը, որ դուք չեք կարողանում կիսել երեխաներին։ Ես ընդհանրապես իր այդ կիսելու ոչ մի բան չունեմ, որտեղ իմ երեխեքն են, իրանը չեն։ Եթե իմ ամուսինը ստեղ չի, ինչ երեխու մասին է խոսքը։ Լավ, երբ գլուխ բարձրացրեց այդ հարցը, հա, երբ առհասարակ սկեսուրը ձեր որոշեց իրավունքներ բանացնել Բաժանվելուց հետո Հրաչ ջան, բաժանվելուց հետո ինքը որոշեց, որ երեխեքին պետք է ինքը կիսի, ես էլի տվել եմ Վարդաշենում մնացել ենք, տվել եմ նայելա, պահելա, տեղափոխվել ենք Խալբերտ, ես չեմ տվել երեխեքին, ինքը դպրոցից է գնացել ուրբաթ օրը վերցրել է, 2 շաբթի տարել է դպրոց, հետո պահի տակ իմ ամուսինն է վիրահատվել ու ինչ անում, տանում է երեխեքին հով ա թողում։ Զանգեց ինձ մանկական տեսությունը, Մալխազյան Աշոտը զանգեց, բա Մարինե գիտես, որ երեխեքի Ռիման ուզում է զանգել է մեզ, ուզում է տեղափոխի հով։ Ասեց գնա վերցրու բեր, ես գնացել եմ տաքսիով, երեխեքին վերցրել եմ, բերել եմ Խալբերտ, ասել եմ, էսի առաջին ու վերջին անգամ եղավ։ Ու Հրաչ ջան, ես ասեմ իրան ոնց եմ տվել երեխեքին, ես ասեց որ չէի կարողանում ձմեռ էր ուղարկեի դպրոց, ասեցի մամաս խոսած Ռիմայի հետ, ասեց Ռիմա գիտես ինչ կա, ասեց երեխեքը թող գան քո մոտ, ուրբաթ օրը ես կգնամ դպրոցից շաբաթ կիրակի կպայեմ, 2 շաբթի կտանեմ դպրոց, կտանես կբերես դպրոցը։ Գրեցի, որ ես այսինչ անես, իմ 2 երեխաներին, քանի որ սովորում են հայրենիքի դպրոցում, խնդրում եմ տալիս եմ ժամանակով Ռիմային, մինչև դպրոցների ավարտվելը, ուրբաթ օրը ես կգնամ դպրոցից երեխաներիս կվերցնեմ, 2 շաբթի կտանեմ դպրոց, նորից ամեն շաբաթ կիրակի ինձ մոտ կլինեն միառժամանակ, քանի որ դպրոցում են սովորում, չեմ կարա դժվարանում եմ գնալ։ Մարինե, եկեք մի բան հասկանանք, խնդրում եմ, եթե դուք կարծում եք, որ ձեր սկեսուրը որևէ իրավունք չունի պահանջելու երեխաներին եւ ընդհանրապես որևէ իրավունք չունի այդ երեխաների հետ կապված որպես տատիկ, ճիշտ եք ասում, ճիշտ է։ Չէ, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Ինչի է որոշ դեպքերում դուք չէ, բայց ձեր միջնորդությամբ մայրը զանգում օրինակ ձեր, ասում տիկին Ռիմային, որ երեխաներին խնամքի տակ ինքը վերցնի։ Ռիման էլ ինչպես դուք ձեր հերթին եք պնդում, հա, տանում է տարբեր երեխաների աջակցման կենտրոններ։ Հրաչ ջան, ընդհանրապես իմ մամաս չի զանգել, իմ հարսիս է զանգել իմ կիսուրից ու հարսիս շենքը նույն շենք կողքի շենք են։ 5 շաբթի օրը գնում է հարսիս տուն, ասում է գիտես ինչ կա, աղբորս կնոջ տուն է գնում, ասում է Մարինեից խաբարություն ունես, ասում է չէ, ասում է ինչ կլինի, մի հատ անոյի համար դուր, ասել է կներես Ռիմատոտա, ես չեմ կարա տամ։ Անձամբ իմ հարսն ասեց, զանգեց, բա Ռիման ասում է երեխեքին խիչ ես տանում դպրոց, ես է պատճառն ասեցի ինչի համար չեմ տալիս։ Մանա, դուք կոնկրետ պատճառներ էիք թվարկում, ինչի համաձայն չեք ուզում, որպեսզի երեխաները ընդհանրապես շփում ունենան տատիկի հետ եւ ոտք դնեն այդ տուն։ Որոնք են դրանք։ Իմ տեքրը հիվանդ է, իմ երեխեքն ուզում են տելևիզոր նայեն, ինքը անջատում է կամ ինադու ալիքները փոխում է,
Իմ երեխեքին անընդհատ կպնում է։ Իսկ ես չեմ ուզում իմ տան մեջ իմ երեխեքը որ ալիքն ուզում Ինչ հիվանդության մասն է խոսքը։ Էպիլեպսիայով հիվանդ է, ինքը մանկուց տարապմա է, շիզոֆրենիա, էպիլեպսիայով հիվանդ։ Ես իմ 10 տարեկան հասուն աղջկան ոնց թողեմ իր մոտ։ Եթե ես թողել եմ իր մոտ էլ, Ինչ կասկածներ ունեք, ինչ վախեր ունես ինչ։ Ես վախում եմ, որ իմ երեխուն ամեն կան, եթե հարևանի երեխուն ինքը փորձում է բռնաբարի, այն մոմենտին է հասնում, հերը իր դիմացի ատամները ամբողջ Վարդաշենը գիտի, դիմացի ատամները Գեղամի Գայանի ամուսինն է Գեղամն անձամբ կոտրե, այն դիրքով ամտե, որ տեսել է աղջկան բռնաբարումը։ Ես իմ 10 տարեկան աղջկան ոնց կդավերական եմ Հրաչ ջան, դու քո աղջկան դավերական ես իրան։ Հասարակ հարց եմ տալ, դավերական ես Հրաչ։ Թեկուզ տղա ունենաս դավերական ես։ Միակ պատճառը տեքրն է, թե թերություններ ունի նաև։ Կոնկրետ իմ տեքրը, իմ կիսուրը։ Ինչն է կեսուրը։ Իմ կիսուրը գնում է երեխա է, 10 տարեկան երեխան շատ է հասկանում, չարություն անի, թե չանի։ Նստում են, դաս են անում, 3 երեխա են։ Իրար է կծեցենք, խաղան է, այդ որ մեկի տան մեջ է սաղ երեխեքը քարացած նստում են, ոչ միտեղ չեն շարժվում։ Դուք պնդում եք, որ նաև ձեր կեսուրը որոշակի կրոնական կազմակերպության հետ է ինքը հավատքի է գնում գալիս, իսկ ես չեմ ուզում իմ երեխեքը հավատացյալ։ Ինչ է նշանակում հավատքի է գնում։ Հավատացյալ մեզանից յուրաքանչյուրը պիտի լինի, բարի ամենաուղիղ Մենք մեր մեջ ենք հավատում Աստծուն, բայց չենք գնում չարչություն անելու։ Ինչ ասել է չարչիություն, ինչ է անում ձեր կեսուրը։ Հրաչ, որ մի հավատացյալն է լինում։ Աղանդը նկատի ունեք։ 50-ական է, ինչ որ 50-ական է, որ մի հավատացյալն է նախկինում կանալավոր լինում։ Հրաչ ջան, այդ աղա ես չգիտեի, որ մարդիկ 50-ական են դառնում կամ հավատացյալ են դառնում, գումար են հավաքում մարդկանցից, որ եկեղեցի կառուցեն, ու այդ գումարը հանկարծակի անհետանում է։ Փոքրիկ դադար, որից հետո մենք վերադառնում ենք կիսաբաց լուսամուտների տաղավար, հասկանալու համար այս պատմության մեջ ով ինչ է մարսել եւ ինչ պիտի մարսի դեռևս։ Հեռու չգնաք։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Չբացված փակագծեր 2 շնորհակալություն, որ մեզ հետ եք, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, մենք վերադառնում ենք տաղավար։ Եվ այս պահին այստեղ եմ ուզում հրավիրել Մարինայի սկեսրոջը Տիկին Ռիմային դիմավորենք։ Բարի երեկո Տիկին Ռիմա։ Անցած անգամ եթերին դուք հայտարարել էիք, որ այս ընտանիքի մակարդակին բառացի եմ ցիտում, չեք իջնի եւ չեք հայտնվի մեր եթերում։ Ես ենթադրում եմ, որ այսօր փոխել եք ձեր որոշումը։ Ես այժմ ներկայացել եմ, որպեսզի բացահայտեմ իրականությունը։ Որն է իրականությունը, եթե դուք այսօր ներկայացել եք այստեղ իրականություն, ինչպես դուք ասում եք, բացահայտելու համար։ Իրականությունը նախ իմ հարսը Մարինա Սարգսյանը, Նախկին շեշտի դա։ իմ նախկին հարսը ամուսնացել է ոչ մեր կամքով, ոչ իմ կամքով, ոչ էլ իր ծնողների կամքով։ Մենք օրինական կարգով նշանդրեքը արել ենք, օրինական կարգով իր հարազատությունը ներկայ են եղել, իր մայրը, մոր ընկերը, եղբայրը։ Ընկերը չէ, ամուսինը երկրորդ, դա էլ շեշտի։ Երկրորդ ամուսինը, առայժմ այդ ամուսինը ինձ հետ մնում է։ Ես բաժանվել եմ, ապրում եմ իր հետ, ասեմ իմանաս։ Եթե ընկերա, ես չեմ ապրի իր հետ, ես ապրում եմ իր հետ։ Ու իմ երեխեքը իմ մորս երկրորդ ամուսնուն են պապի ճանաչում, ոչ թե իմ հարազատ հորս։ Էդ էլ ասեմ։ Եթե նրանք ճանաչում են պապիկ, ուրեմն նա իմ հայրն է։ Ձեր կռիվները ինչից են սկսել սկեսուրի հետ։
Իրա տղուն, եթե ես մի բան ասում եմ, ինքը սկսում էր բորբոքվելու, անդադ ֆիտ էր տալ իրա տղու տակը, որ մենք վիճվենք։ Ճիշտ ես ասում, Մարնի, ես ճիշտ չեմ ասում, ինչը ճիշտ չեմ ասել, քո տղեն երբեք խմած չի եկել հասարակ բանից կռիվ չի ստեղծել։ Ես չեմ խառնել, դու լեզվիդ մի տուր։ Իմ հիվանդ երեխան, որը տառապում է էպիլեպսիայով, արդեն 19 տարի ավտովթարից հետո, ինքը չի հանդուրժել, որ իր եղբայրը հարսի հետ, նախկին հարսից հետ, ինչ-որ վիճաբանության մեջ է եղել։ Միշտ միջնորդել է ու միշտ իմ հիվանդ երեխան տուժվել է։ Քանի անգամ շտապօգնություն են կանչել, որ իրան տանեն հոգեբուժական հիվանդանոց իր պատճառով, որպեսզի մեծ եղբայրը հարսին չծեծի։ Ոչ, որ դու այդ կռիվի ժամանակ դու մեծավարի հելներ բաժաներ, քո տղեն չէր խառնվի, դու չէիր անի սենց նստեի, պապիրոզը դնեի վերանդ, ասեիր, անո ջանիջոզում են թողանեն, իրանց գործնա, մարդու կնիկ են կվիճվեր դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Ներողություն, քիչ առաջ հայտարարություն արեց ձեր նախկին հարս այն մասին, որ ձեր որոշակի առողջական խնդիրներ ունեցող որդին փորձել է հարևանի երեխային բռնաբարել։ Դա ճիշտ չի։ Ճիշտ է։ Ճիշտ չի, Մարինե։ Դերքը դիր խղճիդ վրա։ Վարդաշենը Դավիթը, ճիշտ է։ Ոչ, սուտ ես ասում։ Սուտ չեմ ասում։ Սուտ ես ասում, Մարինե։ Դու երբեք հոտող ատամները։ Դու երթվի քո 3 երեխու այդ 4-րդն էլ որ ապորին ես բերել։ Ապորինի չեմ բերել։ Ապորինի է։ Գևորգի երեխեն է։ Գևորգի երեխեն է, սուտ մի խոսա։ Գևորգի երեխեն է, որ սերի հովանես։ Երեխեն է, որ լավ է մարի։ գոյություն չունես։ Չի վերաբերվում։ Հարգելի կանայք, այնուամենայնիվ, եթե դուք հանգիստ խոսեք, մենք գուցե հասկանանք, ձայնի բարձրությունը դեռևս չի ապահովի ձեր ճիշտ լինելը։ Դու գնացել ես քո հաջիկներ ես արել, բայց ես իմ 4 երեխուն պահում եմ իմ մոտ ու իմ քրտինքով։ Դու ես պահում։ Հա, ես եմ պահում։ Դու ես պահում։ Դու երկուսը չեն մոտ։ Մեկն էլ է գնացել Ռուսաստան, միացրես մեկի բայց իմ 4-ը ես ատամներ։ Տիկին Ռիմա, քանի երեխա ունեք դուք։ Ամբողջ աշխարհի դեպը դուք կգամ 4 երեխա։ Մարինա, հանգստացեք, Մարինա, խնդրում եմ, հանգստացեք։ Քո լրբության գանա չես գնա։ Տեսնեք ու կուրականանք ով երեխա կտեսնի։ Լավ, կարող է Որոշել էի անգամ երեք գնացել է ուրբաթօրը ես ոստիկանությունում եմ եղել։ Ոստիկանները ինձ դիմում են գրել, ես անգամ այսօր պետք է տանի իրենց թուղթը տայ։ Պրոստը որ մամաս լավ չէր, չտարա ես այդ թուղթը։ Ես անգամ այդ թուղթն եմ բերել, որ դու պետք է գաս Խալբերտից իմ երեխեքին տանես, 2 ժամով պետք է տեսնես։ Դրանից ավելի դու իրան չունես տեսնելու։ Որ հարկադիր կմտնի գործը նորեն ժամանակ։ Թող մտնի։ Ներողություն, ես մի բան, ներողություն։ Ձեր որդին նույն կերպ փորձում է պայքարել իր երեխաների համար։ Ուր է։ Գրողից տոսնա գնացել, իրան ասվածար հետը տաներ։ Մարինա, խնդրում եմ, հանգստացեք։ Տիկին Ռիմա, ձեր որդու մասին ոչ մի բան, դուք եք մենակ պայքարում երեխաների համար։ Որտեղ ես եմ այդ երեխեքին մեծացրել։ Բա ուր էր Մարինան այդ ընթացքում։ Մարինան 2 ամիսը մեկ հերաստուն էր գնում։ Երեխեքին թողել եմ 2 ամիսը մեկ գնացել իմ հորանից։ Մոռացել ես անցյալ տարի ապրիլի 1-ին որ թողել էի մանկապարտեզում։ Երեխեքին թողը քո մոտ։ Ես մենակս գլուխս տնգե իմ մորտուն գնացել։ Ճիշտ չես ասում։ Ռիմային գողացարի մոտ։ Իմ Ոչ մորը ծեծեցիք, իմ մորը ծեծեցիք, որ իմ երեխուն դու գողացաք, ես եմ խաղմասով եկա ձեզնից տարա։ Ամբողջ ոստիկանության հեռախոսի համարների մանկական տեսուչների անգիր եմ արել արդեն։ Որովհետև իրանց հետ կապված ես եղել, Մարինա, խնդրում եմ մի րոպե կլսես, հետևյալ հարցին պատասխանի։ Այ պատմության սկզբում զանգել էիք եւ կարելի ասել օգնություն էիք խնդրել, որ ձմռանը մի քանի օրեր մնան տատիկի մոտ։ Մի րոպե խնդրում եմ մի րոպե լսի միջև վերջ, լավ։ Արի ավելի հանգիստ խոսենք, որտեվ դու 4 երեխա ունես, որոնց որ այս նյարդերը պետք չեն։ Երբ որ դու խնդրում էիր Ռիմա տատիկին, քո երեխաներին օգնելու համար, պահելու համար, այդ ժամանակ ավելի լավ էր ձեր հարաբերությունները։ Չէ, ընդհանրապես ես կապ չեմ ունեցել իրար, չեմ խոսացել։ Բայց վստահությունը որտեղ էր, որ թեկուզ 5 օր, բայց գիտեք ինչի համար էի վստահում, որտեղ անդադ ես գնում էի Վարդաշեն, հետ էի գալիս։ Ես կարա ամեն օր գնայի, հետ գայի այդտեղ։
Այսինքն, եթե կա սոցիալական իրավիճակ, որը որ քեզ հարմար չէ, հնարավոր է որ տատիկը Սոցիալական օգնի։ վիճակից չէ։ Ես որ տեղափոխվեցի, ձմեռ էր, մեր մոտ ավտոբուսը չէր աշխատում։ Ես մի անգամ, երկու անգամ տանում բերում էի։ Ավտոբուսը չէր աշխատում, ձեզ հարմար չէր, համենայն դեպս 5 օրով, 10 օրով եկել է որ օգնել է։ Առաջինն ինքն է այդ պայմանն ասած, Լեանո ջան, ավելի հարմար չի, որ այդքան չգնաք գաք։ Բերեք երեխեքին տվեք, Իսկապես ավելի հարմար էր։ Ես չեմ որոշել, ես ասեցի լավ, մամա, որ տենց հայրը։ Հիմա դու արդեն որոշել ես եւ բղավում ես։ Մամա ասեցին, երեխեքն էլ ասին, մենք գնանք այնտեղ, հետ կգանք, ասի բալես, ոնց ուզում եք դուք։ Տիկի Ռիմա, դուք ներողություն, Մանա, դուք եթերից հետո Կիսաբաց լուսամուտների խմբագրության հետ կապվում եք մի պատճառով, որ իբրև թե Մարինայի մայրը կապվում է ձեզ հետ, Տիկին Անահիտը, եւ ասում որ Ահա, ուզում է երեխաներին բերի ձեզ մոտ։ Ասեց երեխաներին բերում եմ քո մոտ։ Ես էլ ասեցի, այսօր չէ, քանի որ ես գնալու եմ Գերագույն դատարան։ Ասեց լավ, ասեց առավոտյան կբերեմ, շաբաթ օրը, ու տենց էլ չբերեցի։ Ոչ մի բառ ես չեմ լսում հոր կողմից։ Ոչ մի արձագանք, ոչ մի հնարավորություն անգամ սեփական կարծիքը բարձրաձայնելու։ Ինձ թվում է երեխաներից որևէ մեկը եւ ձեր տղային հետաքրքիր չէ։ Ոչ, հրաժարական, շատ էլ լավ հետաքրքիր է։ Իմ տղան արդեն 2 տարի է Ռուսաստանի Դաշնությունում է, մի րոպե։ Ինքը երեխաների անով հաշվի համար է բացել, գումար է փոխանցում։ Նա ալիմենտ չի տալիս արձերն Մարինային կամ իր մամային, ինչի համար, քանի որ նրանք $100 տոկոսով տալիս են հարևաններին, $100 դիմաց իրանք վերցնում են 10,000 դրամ։ Դրա համար իմ տղան ալիմենտ չի տալիս, բայց երեխաների նախորդ հաղորդման ժամանակ մի վարքյան դուք պնդում էիք, որ այն 4-րդ երեխան ծնվել է վաճառքի համար։ Այո, դա իր մայրն է ասել, մեր հարևանուհիս էլ ասլա, Անահիտ ասլա, բա չես ամաչում, ինչ ես երեխային վաճառում, ինքն էլ մայրն էլ պատասխանել է, բա ինչ անեմ, պետք է վաճառեմ, որ Մարինեի համար տուն առնեմ։ Երեխան վաճառքի ապրանք է, ինչ եք խոսում։ Հրաչ ջան, երևի դուք սուրոգատ մայրերը սխալը Իմ աղջկան դուք տեսել եք, եթե վաճառելու լինեի, հաստատ ես կվաճառեի այդ երեխային ու կգնայի մի հատ այլ երկիր, եթե երեխային կունենայի, որ մի քիչ թանկ գնով վաճառեի։ Պատճառը ըստ երեխաների երեխան չի վաճառվել։ Ես եղել եմ Շնգավիթի ներքին գործերի բաժնում։ Ես գրավոր հայտարարել եմ, որ իմ հարցը նպատակ ունի երեխային վաճառելու։ Ես եղել եմ տիկին Նելի Դուրյանի մոտ անձամբ։ Ես նրան բացատրել եմ իրողությունը եւ նրանք դա կանխել են։ Ամբողջ հիվանդանոցի շրջապատում կանգնած են ոստիկանությունը։ Թե վարչության, թե Շնգավիթի։ Դրա համար էլ ինքը չի կարողացել վաճառել։ Ասեմ դրա պատճառը։ Իսկ ինչ ներխանգարել հետո վաճառելու։ Պատճառն ասեմ ես, որ ոստիկանները Հետո, հետագայում, հիվանդանոցից ծննդատնից դուրս գալուց հետո ինչն է խանգարել վաճառել Դե երեխային։ որտեվ ինքը հսկողության տակ է։ Ոստիկանության կողմից։ Կներեք, իսկ հաշվի համարնում հսկողության տակ է երեխայի։ Ոչ մեկի։ Այդ հաշվի մի րոպե էլի։ Այդ ամեն ամիս, երբ որ ձեր տղան փոխանցում է որոշակի հաշվի համարին գումար, որպեսզի դուք պահեք 3 ձեր թոռներին։ Ինքը դրա համար առանձին ինձ գումար ուղարկում է։ Եթե երեխաները ինձ մոտ են, բայց Եվ այս հաշվի համարը մի րոպե, առանձին ինքը Ռուսաստանի Դաշնությունում երեխաների անունով ունի հաշվի Ով է համար։ օգտագործող այդ գումարի։ Երբ որ դառնան 18 տարեկան։ Հա, Որքան դառնալուց հետո։ Որքան Հիմա գումար ձեր է տղան փոխանցում։ Ձեր տղան խնամքի համար ձեզ որոշակի գումար փոխանցում է։ Այո։ Եթե երեխաները ինձ մոտ են։ Եթե երեխաները ինձ Դուք մոտ այդ են լինում։ գումարը ծախսում եք, կա Երբ որ երեխաները ինձ մոտ են լինում, Այո։ ինքը գումար ուղարկում է եւ ես այդ գումարը ծախսում եմ երեխաների Ներողություն, այսինքն այդ համար։ երեխաները մենակ երբ որ ձեր մոտ են գտնվում, այդ ժամանակ ուտելու, սնվելու, իրանց ապուստը հոգալու կարիք ունեն։ Հա, երբ որ մամայի մոտ են, այդ ժամանակ չէ տղա երեխաները չէ։ Ոչ, որովհետեւ իրանք այդ բոլորը վաճառում են։ Հակուստ է սարը նոր տարուն երեխեքին ակցրել ես, խանել ես, ուղարկել ես իմ տուն այդ հակուստը։ Այո։ Էն ինչի մասին է խոսքը հակուստի։ Ոնց այո։ Իր հայրը որովհետեւ Մի վարքյան, ոնց այո։ Հրաչ ջան, որովհետեւ այդ հակուստը ես որ հագցնում տանում եմ, հետո որ երեխաները գալիս են ինձ մոտ նորից, թեկուզ հողաթափերը։
Հասարակ հողաթափ էր, ես հողաթափը յուրաքանչյուրի համար առանձին առնում եմ, ուղարկում եմ, երկրորդ գալուն հողաթափ չկա։ Տեսա, հա, որ դուք դիմել եք դատարան երեխաների հետ տեսակցելու խնդրանքով պահանջով, ճիշտ է, դատարանը բավարարել է։ Բնականաբար դուք ունեք որպես տատիկ իրավունք երեխաների հետ շփվելու։ Բայց դուք նաև ասացիք, որ ունեք հոգեկան էպիլեպսիայով հիվանդ տղա, որը որ նյարդային վիճակներից ինքը անձամբ ընկնում է ինչ-որ այդ ստրեսային վիճակների մեջ, ու այսինքն խնդիր է առաջանում իր մոտ, նույնիսկ այնքան, որ իրեն տանում են հոգեբուժարան։ Ճիշտ է։ Չեն տանում, ուղղակի մենք ստիպված ենք լինում, որպեսզի այդ ընտանիքում շատ լավ, այսինքն կարելի է ենթադրել, որ ձեր այդ տղային հանգիստ վիճակ է հարկավոր, ճիշտ է։ Այո։ Բնականաբար նման առողջական վիճակ ունեցող մարդու մոտ թեթև ասենք ուղղակի չի կարելի երեխաներ թողնել, ճիշտ է։ Ձեզ հետ համամիտ անչափահաս։ Շատ լավ։ Այդ դեպքում ինչու եք դուք այսպես sense կպած ուզում այս որ երեխաները մնան ձեր տանը, երբ որ ձեր անձամբ ձեր երեխան ունի խնդիր, առողջական խնդիր, ու երեխան ունի խնդիր։ Մի րոպե, ու որպես տատիկ դուք պարտավոր եք հոգ տանել երեխաների մասին այնքան ժամանակ, քանի դեռ իրանք ձեր մոտ են։ Իմ համար անհասկանալի է։ Կարծում եմ ինչ-որ ներողություն եմ խնդրում, եթե դա ասածս մի քիչ կոպիտ կհնչի, բայց այս ամեն ինչը լսելուց հետո իմ կարծիքով ինչ-որ միտում ունեք երեխաներին ձեր մոտ պահելու համար, դեռևս չեմ հասկանում։ Դա դուք չեք որոշում։ Երեխաները ձեզ դրա համար շնորհակալություն չեն հայտնելու։ Բայց կներեք, հարգելի փորձագետներ, ինձ մի բան է հետաքրքիր, տատիկի դուք չեք փորձում, չեք թողնում, որ ես պարզեմ ի վերջո դա։ Եթե երեխաները ձեզ համար այդքան կարևոր են, ինչպես են երեխաները ձեր մոտ լինելու ժամանակ հայտնվում խնամքի կենտրոնում, հովվում։ Փաստաթղթերը ինձ մոտ է։ Տղայիս ծանր վիճակով ավակ որդուս երեխաների հորը ծանր վիճակով ստամոքսի խոցը պայթել էր, իրան տարան հիվանդանոց։ Տղաս հիվանդանոցում վիրահատված վիճակում Միլենան եւ Գևորիկը ինձ մոտ, իմ հիվանդ երեխան տանը, ես չէի կարող այդ երեքի խնամքը վերցնել ինձ վրա։ Մոտեցա մանկապարտեզի վարիչին։ Ինքը հրաժարվել էր, ինքը թողել էր մանկապարտեզում գնացել։ Անահիտին ինչի չեք կանչել մորը։ Չէի հրաժարվել, իրամոտ երեխաները մնալուց եղել, պիտի գնայի բերեի, ասեցի չեմ գնա բերեմ, ինձ այս երեխեքը պետք չէ։ Ոչինչ, թե այս շաբաթը։ Դուք հասկանում եք հիմա, որ դուք այդ երեխաներին սարքել եք ձեր ձեռքում խաղալիք ունի։ Նայել է մեղավոր։ Իհարկե, այստեղ պատմության մեջ դուք մի փնտրեք, որ ինչ-որ մեկն աններ։ Չէ, բայց այստեղ երկու կողմից չի, որ տատիկը մեղավոր է գցեցով։ Ինքը երեխաներին տարելախնամել։ Այո, այստեղ երկու եղել են խոչընդոտ, ինչ որ հիմքեր են եղել այստեղ, որ դուք հասկանում եք, այստեղ պրինցիպի հարց է։ Երեխան դու չարեցին այսպես, երեխային սենց կանեմ, այսինքն երեխաները միշտ են խաղալիք։ Հրաժարան մի հատ բան ասեմ, ինքը որ այդ ժամանակ տարելախնամքի երեխաները զենք են իրար դեմ։ Կինը ամուսնու, ամուսինը կնոջ, հարսը կիսուրի, կիսուրը հարսի։ Այսինքն տգիտություն հավասար է, չգիտեմ ինչ հավասար է։ Ընտանիքում տղամարդու բացակայություն է նկատվում։ Չկա մեկը ով բռունցքը կխփի սեղանին, կասի սիրելի մայրիկ, սիրելի մայրիկ, դու մնա տատիկ, տատիկին բնորոշ է բարությունը, ոչ թե չարությունը, սիրելի կին մնա որպես մայր, մորը բնորոշ է հոգատարություն։ Ես ներողություն եմ խնդրում բոլորից փոքրիկ դարձար մեր եթերում, որից հետո մենք վերադառնում ենք։ Ի վերջո, իմ համար այստեղ կարևոր է հոր բացակայությունը, որովհետև միայն գումար ու ալիմենտ վճարելով չէ, որ պապան կոչվում է պապա։ Ուր է հայրը վերջակետ դնելու համար։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։
Չբացված փակագծեր 2 բարև ձեզ, եթե նոր եք միացել մեզ, ծանոթացեք թեմային։ Մարինե Սարգսյանը 16 տարեկանում որոշեց դեմ գնալ մորը եւ ամուսնանալ։ Ընտրեց Մարատ Թալանջյանին ու համաձայնեց նրա բոլոր պայմաններին։ Տարիների ընթացքում չբացված փակագծերը բացվեցին ու վեճերը սկսվեցին։ Տարիներ անց Մարինեն հեռացավ ամուսնու տանից իր հետ տանելով 3 երեխաներին։ Առաջին հաղորդմանը Տիկին Ռիման որոշեց չներկայանալ, բայց չդիմանալով հարցի իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, Ռիման որոշեց պատասխանել նրան ու պայքարել 3 թոռների համար երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Չբացված փակագծեր 2 կիսաբաց լուսամուտներից ներս։ Տիկին Ռիմա, դուք պնդում եք, որ երեխաների համար իրենց հայրը ֆինանսապես համենայն դեպս երբ որ ձեզ մոտ են գոնե, փորձում է ապահովել անհրաժեշտ միջոցները, ճիշտ է։ Այո։ Հայրը մենակ գումարով է հայր։ Բայց որ ինքը գնացել է օտար երկիր աշխատելու։ Ոնց կարող է գա երեխաների։ Կա երկրորդ ընտանիք, եթե չեմ սխալվում, ճիշտ է արդեն Այո, Մարատի դեպքում։ արդեն ամուսնացել։ Երեխաների մասին երբևէ պարոն Մարատը, բացի ֆինանսից, ինչպես է մտածել։ Հազարավոր կիլոմետրեր հեռու ինչպես կարող է մտածել։ Ինքը դեկտեմբերի 29-ի գիշերը եկավ, ամսի 30-ին բերեց, 31-ին երեխաներին տարավ մոր մոտ, որպեսզի նոր տարի նշել։ 27-ին է ճշտում կատարեմ քեզ։ 29-ին։ 27-ին Խնդրում եմ բարերի թվերից մի կարճեք։ Իմ համար կարևոր է հոր մասնակցությունը այս երեխաների զարգացման մեջ։ Թե չէ, գիտեք ինչի մեջ են մեծանում, կանացի կռվի։ Հրաչ ջան, մի հատ է Տպավորություն է, որ մի օր կիսելու եք այս երեխաներից, Գևորիկից մի մաս, Միլենայից մի մաս, ձեզ մի մաս իրեն։ Ոչ, չկա տենց։ Գիտեք ես ինչ կասեմ Հրաչ, երբեմն բավականին տհաճ է իմ ականջին լսել, արդեն տհաճ է լսել, երբ որ մայրերը ասում են, ես առավոտվանից կգնամ, կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, կբերեմ, իմ երեխաներին կպահեմ, այդ չես հասկանում չափանիշ են, այդ բարոյական չափանիշն է դա, այդ թզի տերևով բարոյական չափանիշն է դա, ես չեմ հասկանում, ես թող սոված մնային ձեր երեխաները, բայց համերաշխության մեջ մնային, հասկանային ինչ է կյանքը ընտանիքը, որն է մայրը, որն է տատը, ոչ թե ամեն օր ես կռիվները ու վեճերը, ես հաստատ համոզված եմ, որ այս վեճերը այդպես չի, որ այնքան դաստիարակված են իրենք, որ երեխաներին առանձնացնում են, որ հանկարծ երեխաները չլսեն այս պատմությունները եւ իրենք այս ամբողջ թողոբոհը անում են առանձին։ Երեխաների հետ շփում ունեցող մասնագետները գիտեք նույնիսկ ինչ են ասում, ասում են, որ երեխաները չեն կողմնորոշվում այս պատմության մեջ ով է լավը, ով է վատը, որևէ կերպ չեն կողմնորոշվում դեպի մայրը գնալ, թե դեպի տատը գնալ, որովհետև նրանք միայն կռվախնձոր են, որ իմ համար համենայնպես չափորոշիչը մեկն է, դուք չեք ուզում երեխաներին, դուք երեխաներով պայքարում եք միմյանց դեմ, դա միանշանակ է։ Ինքը ձայնը կտրի ես խոսեմ։ Ինքը որ մատնանշեց, որ ես Գևորգին տարել եմ հով, ես բացատրեցի, որ ի վիճակի չէի, իմ երեխան վիրահատման, ես նրան պետք է խնամեի, Միլենան մեր հոգևոր քույրերն էին տարել, Գևորգին էլ մանկապարտեզը միջնորդեց։ Միլենային ովքեր էին տարել։ Մեր հոգևոր քույրերը։ Ձեր հոգևոր քույրերն ովքեր են։ Ավետարանական եկեղեցու Բարի Սամարացի ընկերությունը։ Ահա։ Հաճախ են ձեզ տարբեր հարցերում աջակցում ձեր հոգևոր քույրերը։ Ոչ, միայն այդ հարցում ինձ աջակցեցին։ Ես Գևորգին Որքան ժամանակ է ձեր հոգևոր քույրերի խնամքի տակ գտնվում Միլենան։ Միլենան մինչև Մարատին հիվանդանոցից դուրս գրել է։ Որքան ժամանակ։ 10 շաբաթ, 10 օր։ Իսկ դուք ուր էիք այդ ժամանակ։ Մենք ընդամենը իրանց շենքից ու մեր շենքն ու իրանց շենքը կպած է, եթե կարողանում է Գևորգին տանի հով Կոմիտասի վրա, ինչի՞ չի հանում ես դռնից մցնի այս շենքի դուռը։ Մայրը դուր է։ Մենք ես աշխատել եմ, ռայոնում եմ աշխատել։ Ինչի՞ ասում, չի աշխատել։ Բայց իմ մամա աշխատել մնացել ջան։ Հիմա որ ես աշխատում եմ, ով է իմ երեխեքին։ Է ձեր մաման թող հետաքրքրվեր։ Դուք զանգեք ձեր մայրիկից հարցրեք։ Մամա, վերցրել ես երեխեքին։ Այսինքն որը ձեր շահերը պահում է, ձեր շահերին լավ է, դուք իմացել որ իրանք տարել են ձեր շահերին վնաս։ Դուք ձեր երեխաների հետ չեք խոսում, դուք տեղյակ չեք ձեր երեխան ուր է, ինքը Աշոտ Մալխասյանի եւ Իդա Խաչատրյանի հետ որ տարել են երեխաներին հով տանելուց ձեր հոգևոր քույր եղբայրներին տանելուց առաջ երեխաներին
Զգուշացրել եք ձեր նախկին հարցին եւ նախկին խնամում։ Այո թե ոչ։ Ոչ։ Շնորհակալ եմ։ Իսկ իմ նախկին հարցը։ Տիկին Ռիմա, ներողություն։ Տիկին Ռիմա։ Իմ նախկին հարցը, որ Աշոտ Մալխասյանի, Էրեբունի անչափահասների տեսուչի եւ քաղաքապետարանի անչափահասների ղեկավարը Իդա Խաչատրյանի հետ միասին 3 երեխաներին ծեծելով տարել են հով։ Սուտ ես ասում ծեծելով, ասեմ դա ոնց ա եղել։ Ես որոշեցի, որ Վարդանյանի։ Մի վարքյան, ով է ծեծել։ Դուք հիմա պնդում եք, որ տիկին Իդան։ Մայրը։ Ես Իդայի ու Աշոտի ներկայությամբ իմ երեխեքին ծեծել եմ։ Այո, մազերից քաշել ես մեքենայից նստած։ Տիկին Ռիմա, դուք այսօր պայքարի միջոց օրինական ճանապարհով եք ընտրել, վարձել եք փաստաբան։ Ես չգիտեմ, այդ որ մի փաստաբանի ծառայությունների մեջ է մտնում հետևել հակառակ կողմին, հա։ Դուք ասում եք, որ հիմա Մարինային հետևում է ձեր փաստաբանը։ Այո։ Ինքը չի աշխատում, ինչով է զբաղվում, ինչով է երեխաներին պահում։ Եվ ինչ է ձեր փաստաբանը հաղորդել, ինչով է ձեր նախկին Ինձ առայժմ ոչ մի բան չի ասում, դատական նիստին դա պարզ կլինի։ Բանա Այսինքն դետեկտիվ եք վարձել, ոչ թե փաստաբան։ Դե հիմի դետեկտիվ է, Մարինա ջան, կրիմինալում չեք ապրում։ Ես ասեմ Հրաչ ջան, որտեղ եմ աշխատում։ Չարբախում մորգի անձամբ հետևը հյուրանոց կա։ Ես այսօր էլ պետք է գնայի գործի, չեմ գնացել։ Որ պետք է գայ կիսաբաց լուսամուտներ։ Անձամբ այդտեղ շինարարություն ա գնում, ես շինարարություն եմ մաքրում։ Անձամբ 3 ժամը 8-ից գործի տեղից ես դուրս եմ եկել։ Լավ, մի հարց կարելի է։ Եթե մի վարքյան, ես կարող եմ հեռախոսի համարել տամ, որ դուք զանգեք անձամբ տնօրենի հետ նորացին երեխայինում խնամքի տակ։ Ով է նորացին երեխային խնամում։ Նորացին երեխային խնամա իմ աղբոր ընկերուհին։ Բաս մեզ Որը ապրում է առանձին ինձանից Խալբերտում ապրում է 3 փողոցեն կողմ։ Թե դուրը փակում ես 4 երեխաների վրա ու գնում ես։ Նման ինֆորմացիա ունեք դուք։ Իր պապան գալիս է փակում է երեխաների վրա դուրը։ Այո։ Բա մայրը ուր է։ Ինչ իմանամ։ Մեր աղջիկ ուր են գնում, աշխատանքի են գնում, Հրաչյան են գնում, ես չգիտեմ։ Ինչա ձեռքեր ես։ Աշխատավորի ձեռքերը ես կխնդրեմ ռեժիսորին։ Մի հատ եկեք տեսեք։ Կարող է հողամաս ես թորել։ Դու լավ գիտես, ես ալերգիա ունեմ, ես հողամասի մեջ չեմ մտնում։ Բա որ ալերգիա ունես, այդ շինարարական աղբը ոնց ես տանում։ Ես շինարարական աղբը չեմ տանում, մաման է տանում շինարարական։ Տիկին Ռիմա, այսինքն ձեզ չի հետաքրքրում որ ձեր տղան չի հոգում իր երեխաների ապրուստը, բայց ասենք այդքան հոգը, այդքան հետաքրքրում է, թե ոնց է այս աղջիկը իր 4 երեխաների օրվա հացը։ Զոնա ներողություն։ Մարինա, Տիկին Ռիմա, ներողություն եմ խնդրում։ Մարինա, ձեր ամուսնու հետ վերջին անգամ, նախկին ամուսնու, Մարատի հետ երբ եք շփվել ու ինչ թեմայով։ Հունվարի 7-ին երեխեքին բերելու օրը ես քիչ եմ էլ դուրս եկել։ Ես ուզում եմ հասկանալ ամուսիններով դուք ձեր երեխաներին ինչպես եք պատկերացնում։ Իհարկե կարող եք, հա, մի մասը։ Հրաչ ջան, ամուսնուին է երբ եկել է ուզելա տվել եմ։ Մի հատ թողասի եկել ամուսինը Ռուսաստանից եկել է տեսել։ Մի հատ բառ խոսացել եմ, ասել եմ Արադ ջան, ուզում ես տանես տար։ Ռիման չէր ուզում գնալ, ասեցի արագացրած հագնում ես, հորդ հետ գնում ես։ Եթե իրականում ֆինանսական վիճակը քեզ հնարավորություն չէր տալիս 3 երեխաներին, որոնք Մարատից են, հա, լույս աշխարհ ես բերել, չես կարողանում խնամքը հասցնել, որպես միայնակ մայր եմ ասում։ 4-րդ երեխան Դիաննան չպլանավորված էր, պլանավորված էր։ Ոչ, պլանավորված ա եղել, ես շատ ուրախ եմ, որ իմ 4 սոված են, կուշտ են Հրաչ ջան։ Ես իրանց նման չեմ վարվի իմ երեխեքի հետ։ Փողոցում կքնեմ, հացի փող կմուրամ, բայց երբեք իրան նման ստորի ես երեխա չեմ տա։ Ներողություն, իմ համար բացարձակ ոչ, ես համամիտ չեմ, չգիտեմ ես արդեն հոգնել եմ այս կանացի բղավոցների մեջ, օրեր շարունակ ապրել։ Ռուսաստանից գա երեխեքին ուզի, ես տամ պահի այնքան ժամանակ։ Կգնա Ռուսաստան, հետ կբեր երեխեն կտային։ Մարինա, ներողություն, դուք մայր ասելով ինչ եք հասկանում։ Կին, որը միայն ծնում է։ Ոչ, ես ամեն ինչով էլ իրանց ապահով եմ։ Դուք հիմա ինձ մի արտահայտություն եք անում։ Մեր կանանց լոզունգն է դարձել։ Մեր կանանց լոզունգն է դարձել։ Շատ ասեցին երևի։ Մեր Ինչ եք առաջարկում, ես տամ իրանի մեր երեխեքին, երբեք ոչ մեկ թող դատարանը որոշի, դատարանը չեմ տա։ Մարինա, իմ երեխեքի հետ կգնամ կամուրջից կգցվեմ, բայց իրան դա երեխա չեմ տա։ ասեմ ձեզ, ունեցած մտածելակերպը որ եթե իմ երեխեքին իրան ինքը չի տեսնելու։ Մարինա, դուք իրավունք չունեք նախ բռղավելու, բարձր խոսելու։ Մենք այստեղ ընդամենը ինչի համար ենք այստեղ Հրաչ ջան։ Մարինա,
ինձ մի բան է հետաքրքիր, եթե իրականում վատն է սկեսուրը, վատն է հայրը, 3 երեխաներին դուք ու ձեր մայրը, ձեր քրտինքով չեք կարողանում պահել, 4-րդ երեխան եք բերում, նրա հայրը ուր է, 4-րդ երեխան զբաղվում է։ 4-րդ երեխայի հայրը գալիս է, գնում է իր երեխային տանում է իր մոտ, բերում է, պահում է, ամեն թողեն երեխայի էլ տատիկին իրավունք ունի։ Հիմա այստեղ մենք հոր հարցն ենք քննում, բայց տատիկն էլ ունի, չէ՞, այդ իրավունքները 3 երեխային թորնիկին տեսնելու։ Հոգիք դադար, որից հետո մենք վերադառնում ենք տաղավար, ի վերջո հասկանալու համար այս բղավոցների մեջ երեխաների համար որն է ամենահարմար եւ նպաստավոր պայմանը ապրելու։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ԱԹԻ-ի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Չբացված փակագծեր 2, դուք գիտում եք Կիսաբաց լուսամուտները, մենք վերադառնում ենք հեռուստատեսային եթեր։ Շնորհակալություն, եթե ընտրել եք երկրի գլխավոր թոք-շոուն, վերադառնալով հիշեցնում ենք ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ մեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում։ Կամ էլ զանգահարեք թեժգից, եթե ունեք նյութական օգնություն 060 50 33 17, մենք պատրաստ ենք պատասխանելու ձեր զանգերին միայն աշխատանքային ժամերին։ Մարիամ, ես խոսքը տրամադրելով ձեզ ուզում եմ հասկանալ հոգեբանական վիճակում այստեղ դուք պատկերացնում եք երեխաների մոտ ամբողջ օրը փոխադարձ վիրավորանքներ եւ բնականաբար հակառակ թևին սևացնելու համար կանանցից եւ յուրաքանչյուրը պատրաստ է ամեն ինչ ասելու եւ ցանկացած ձև ինֆորմացիան մատուցելու։ Սա բռնության ամենատարածված ձևերից մեկն է։ Նախ մինչև հրաչի հարցին ամբողջությամբ պատասխանել եմ, խնդրում եմ 2 բառով տիկին Ռիմա, ասեք ինչու Մարինային դեմ էիք որպես հարց ձեր տանը ընդունելու, 2 բառ, որ ինքը մայրը եղբայրը վիճել են տան մեջ ու իրար հայհոյում էին տղամարդուն վայել խոսքերով։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն այսօր նույնը անում եք նաև դուք։ Դուք զերծ չեք մնում ոչ մի տեսակի կոնֆլիկտից, ոչ մի տիպի այնպիսի երևույթներից, որոնք որ կարող են աճող սերնդին չվնասել։ Շատ տրամաբանական կլինի տիկին Ռիմա, որպես տան մեծ, որպես ավելի շատ ապրած ու շատ ավելի տեսած կին, երիտասարդ է։ 1000 ու մի տեղ սխալվել է, համաձայն եմ ձեր տարբեր տեսակետների հետ, բայց դուք տանը ունեք հիվանդ երեխա, որը ավելի շատ ունի ձեր կարիքը։ Գիտեք, դուք թորներից ձեզ ոչ ոք չի կարող ասել հրաժարվեք, մի տեսնվեք եւ այլն, բայց այս սրված իրավիճակը օրերից մի օր ձեր դեմ է դուրս գալու, հետո շուռ է գալու Մարինայի դեմ, որտեվ երկուստ էլ անզուսպ, անհավասարակշռված եւ անկայուն վիճակում եք։ Այն ինչ կարող է անել տան մեծը մեր իմաստության արխետիպը չի կարող անել ոչ մի երիտասարդ։ Ես հավատացած եմ դրան։ Որպես տան մեծ, ես ձեզ ուղղակի հորդորում եմ հանուն ձեր 3 թորնիկների, գիտեք, ի սկզբանե ուրախ էի, որ դուք վիճում եք երեխաների համար, բայց երբ նյութականը մեջտեղ մտավ, եւս մեկ անգամ հիասթափվեցի նմանատիպ ընտանիքների վեճերից ու կոնֆլիկտներից։ Տատիկ եք, գիտեք, չեմ կարող այդ մի րոպեն ձեզ տալ, որտեվ կուտակվել է այդ ասելիքը, էներգիան։ Ինչ էլ է կուտակվել։ Եթե ես երեխային տանում եմ տիկին Գայանե Փայտյանի մոտ ընդունելության, որպեսզի երեխան սովորի ու դառնա հաղորդավար։ Եթե ես երեխային իմ թոշակով դա ոչինչ է մոր սիրո դեմ, ոչինչ է։ Ինքը դաշանաբար երեխային ծեծում է, թևը ջարդում է, բոլոր փաստարկները ինձ մոտ են։
Տիկին Ռիմա, թևը ջարդում է ու չի գնում։ Բարի չի գնում։ Ներեխություն, եթե նման սարսափելի փաստեր կան, ուր է նայում ոստիկանությունը, ուր է ձեր հաղորդագրությունները։ Ոստիկանությունը գործ հարուցեց, թող ինքը ասի, ես տղաս եւ ինքը գնացինք Այսինքն ոստիկանությունը նորմալ է նայ, երբ որ մանան իր երեխայի ձեռն է կոտրել։ Դու անգամ լվացք էր, եթե ձեռքը չի կոտրվել, ոտքն է կոտրվել։ Դու լվացք չելուց երեխան շատ ներողություն, հրաշքան, ներողություն խնդրում եմ, եթե կարելի է այլևս ոչ մի հարց մի բարձրացեք։ Եթե դուք սպասում եք կոնկրետ պատասխանի, մենք դեռ երկար կնստենք այստեղ։ Ես կոնկրետ պատասխանի իսկապես չէի սպասում, բայց ուզում էի դուք տեսնեիք ինչքան նման եք դուք իրար եւ ինչքան եք վնասում եւ մեծացնում փոքրիկ Ռիտային։ Ես մի բան եմ խնդրել, այս պարագայում խնդրել։ Ես խնդրում եմ, այդպես մի խոսացեք էլի երեխաների մասին։ Տվեցի, տարավ, տվեցի, բերեց, տարավ, կտամ, երեխաները դրանք կենթանի մարդիկ են, դա դեռ չի նշանակում, որ դուք ծնել եք, ուրեմն երբ կուզեք կամուրջից վայր կգցեք, երբ կուզեք կտակ, ես խնդրում եմ, երեխաներին վերաբերվեք որպես կենթանի մարդկանց, փուխր, նուրբ, զգայուն, և մտածեք, որ այդ երեխաները դեռ ապագա ունեն ապրելու։ Ձեզանից է կախված, դա ձեզանից, երկուսից։ Երեխաների ապագան կտրում է, ես նորից եմ բացատրում։ Ինձ համար դեռևս մի հատ բան հասկանալ է, Տիկին Ռիմա, խնդրում եմ մի բղավեք, ուղղակի մի բղավեք, այլևս անհնար է դիմանալ ձեր երկուստեք բղավոցներին, խնդրում եմ հարգելի հնչյունահեռուստներ, անջատեք այս կանանց, ընդհանրապես չլսենք որևէ մեկին։ Ինձ մի բան դեռևս հանգիստ չի տալիս, չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ։ Ինչի պիտի տատը փրփուրը բերանը պայքարի թորների համար, եթե իրականում ամեն ինչ նորմալ է հարսի մոտ, եւ հակառակը ինչի նույն ձև, նույն իրավիճակում պիտի հարսը նախքին, փրփուրը բերանը պայքարի, որպեսզի սկեսրոջ մոտ երեխաները հանկարծ չհայտնվեն։ Քավլիցի չեմ հասկանում եւ կողմերից որևէ մեկի դիրքորոշումը եւ որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ որն է այստեղ դուրս գալու տարբերակը։ Ասեմ, սկզբում երբ լսում էի Տիկին Ռիմային, թվում էր թե ինքը որպես տատիկ ինքան շատ է ուզում շփվի երեխաների հետ, պատրաստ է ամեն ինչի, որ որպես տատիկ գոնե մի քանի ժամով լինի երեխաների կողքը։ Այս պահին այս ամեն ինչը լսելուց հետո հասկանում եմ, որ ուղակի ալիմենտները, տղայի ուղարկած գումարը տնօրինելու համար գնում է այս քայլին։ Եթե տատիկ է, դուք որպես տատիկ, եթե ունեք երեխաների հետ շփման կարիք, նույնիսկ դատարկ առանց որևէ հատիկ կոնֆետի կարող եք շաբաթական 1-2 օր առավոտյան գնալ Մարինեի տուն ու երեկոյան հետ գալ, ամբողջ օրը անցկացնել ձեր թոռնիկների հետ, իրար հետ գնալ այգի, շփվել եւ այլն եւ այլն։ Որ նա տանը չէ եւ աշխատում է, երեխաները մենակ են։ Չգիտեմ ինչու, ես չեմ միանում ձեր կարծիքին, ես էլ չեմ հասկանում ինչու հրաչ, բայց չեմ միանում իրենց կարծիքին։ Եթե տատը նույնիսկ մեկ կոնֆետ չվերցրած գնար, հիմա արդեն դրա գալմաղալներ գնալու, որ գալիս է տատը, նայեք դատար ձեռքով։ Այստեղ տատիկի լավ, մի րոպե, ինչի մասին է խոսքը։ Այստեղ իրանք իրար լավ սազում են։ Մի րոպե։ Ուզում եմ մի քիչ ավելի հեռվից գամ, հա։ Մենք շատ երես տվեցինք մեր կանանց ասելով, մեր հայր կանայք, մեր հայ մայրերը ինչ ուզում է լինի, ձեռքերով հողնել կփորեն, կճանկրեն, միայն թե գումար վաստակեն, որ պահեն նամուսով իրենց երեխաներին, չէ՞։ Լավ, նամուս բառն էլ դնեմ են կողմ։ Ասում ենք շատ անգամ ենք ասում, ես այս հաղորդումը որքան էլ չեմ մասնակցում այստեղ, չմասնակցած տանը ես հետևում եմ այս հաղորդմանը։ Հիմնականը նույն զենքն է, հա, ես իմ երեխաներին ամեն ինչ կանեմ, որ պահեմ, իրենց թվում է միայն այդ գումարը վաստակելով է, որ դու մայր ես, որ դու պետք է երեխա դաստիարակես, երեխա մեծացնես։ Գումարը չի։ Այստեղ շատ ավելի լավ եւ ավելի բարձր արժեքներ կան երեխաներին դաստիարակելու համար, քան այդ գումարը, որ մենք ճանկռելով ենք, հա, քրտինքով ենք վաստակում։ Դա անհրաժեշտ պայմանն է, այդ գումար վաստակելը, ապրելու անհրաժեշտ պայմանն է, բայց դա չի պարտադիր եւ կարեւորագույն պայմանը, դա չի։ Ես այստեղ չեմ ուզում երբևէ մեկին դատեմ։ Պարզապես մենք այստեղ փորձագետներս այստեղ նստած ուզում ենք հնարավորինս օգտակար լինել մեր խորհուրդներով։ Ես կուզենայի, որ տատիկը չնայի հարսը, եթե դուք գիտեք ով է ձեր հարսը, մի նայեք այդ կողմը, նայեք ձեր թոռներին։ Սիրելի Մարինե, դուք ունեք 10 մետրանոց լեզու, կներեք, որ այդպես եմ ասում։ Ամեն դեպքում սպիտակ մազերով կին է, դուք էլ իրեն մի նայեք։
Դուք էլ իրեն մի նայեք, դուք էլ էլի ձեր երեխաներին նայեք, ձեր երեք երեխաների ինչքան որ դուք իրավունք ունեք։ Ես ձեր հաղորդմանը ներկա չեմ եղել առաջի հաղորդմանը, ես տանն եմ հետևել ձեր հաղորդմանը, ես լսեցի թե ձեր մայրը ինչպես էր պատմում, որ խփել է ձեր հղիության ընթացքում, քացով չգիտեմ ոտքով, որպեսի դուք եթե դուք ունեք այդպիսի մայր, դուք էլ ունեք այդպիսի դաստիարակություն, այդպիսի դաստիարակություն կունենան ձեր 4 երեխաները։ Իմ տեսանկյունը հետևյալն է, երեխաները այսօր տեսնում են ձեր հոգևոր քույրերի, եղբայրների հովքի, եղբոր ընկերուհու ջերմությունն ու ուշադրությունը, այլ ոչ ձերը։ Հիմա Խալբերտում հատուկ տեղ երեխաները գնում են պարապում։ Ես ձեզ լսել եմ անգամ լսել եմ ձեր գոռոցները։ Ընդհանրեն ունեմ 1 րոպե ժամանակ, տրամադրենք իրար։ Դուք ուզում եք երեխաներին հետ, բայց դուք էլ համոզված չեք, ով կպահի երեխաներին, որովհետև դուք կրկին կարող է ժամը 2-ին ձեզ հարմար չլինել, ժամը 4-ին հարմար չլինել դպրոցից վերցնել, լսեք, մի անգամ լսեք, իրար չեք լսում, դուք լսեք, յուրաքանչյուրը ձեզ խոստովանեք, թե ձեր ինչին են պետք երեխաները։ Թող ամսական ուղարկվող գումարը, հարգելի տատիկ, լինի $100 քիչ, բայց վաստակեք ձեր թոռների իրական հարգանքը եւ դեպի ձեզ ձգտել գալու ցանկությունը։ Իսկ հարգելի մայր, եթե ասում եք սովածել լինեմ, քուշտել լինեն, իմն են, կամրջից կգցեմ, չեմ տա իրան, նստեք տանը, պահեք ձեր 3 երեխաներին, նկատի ունեմ այն 3-ին, ում ձեզանից ուզում են խլեն, պահեք ձեր 3 երեխաներին, սովի, կիսասովի մեջ, բայց եղեք երջանիկ, այդքանը ձեզ կարող եմ ասել, իսկ դուք ոչ ոքդ, ոչ են մեկն է համաձայն նրան, ոչ են մյուսն է համաձայն նրան։ Իմ կարծիքով շատ կարևոր է այս դեպքում նաև այն փաստը, որ ծնող ինչքանով որ դուք եք, 2 այդքանով ձեր երեխաների հայրն է, ու ալիմենտները պետք է տնորի ոչ թե ձեր կեսուրը կամ ընտանիքի մնացած անդամները, այլ դուք։ Եթե նույնիսկ ինքը իր կամքով է հրաժարվում հոգալ իր 3 երեխաների, անչափահաս երեխաների ապրոստը, ապա պետք է ստիպել դատական կարգով։ Կարծում եմ այս հարցի վրա ուշադրություն պետք է դարձնել, դատեք դրան։ Ներողություն, ես այլևս որևէ մեկի հնարավորություն չունեմ լսելու իմ ժամանակի սղության պատճառով։ Իմ համար արդեն մի բան պարզ է։ Մարատը ուղղակիորեն փախել է 2-ից։ Չի փախել, ես եմ ուղարկել։ Որովհետև նա միայն ուրախ էր, որ դուք դա նախաձեռնել եք։ Լրեք, խնդրում եմ տիկին, հիմա ես խարգում եմ ձեր տարիքը, բայց միևնույն ժամանակ ես չունեմ ժամանակ հերթական անգամ ձեր գոռոցները լսելու։ Ինքը ընդունական մի Խնդրում եմ լրեք տիկին։ Այո, Մարատը իր գլուխը փրկել է ստեղծված իրավիճակում։ Բառի ամենաբուն իմաստով, որովհետև եթե տղամարդ լիներ, ձեզ 2-ից էլ ձեր տեղը ցույց կտար։ Ձեզ մոր, ձեզ նախկին կնոջ։ Հարգելի Մարատ, համենայն դեպս ինձ համար այս պատմության մեջ որոշիչ ձերը ձեր կարծիքն է։ Ես սպասում եմ նաև ձեր արձագանքին։ Իսկ թե դատական համակարգը պատկան մարմինները, որոնց մասին նույնիսկ այսօր հիշատակվեց եթերում, ինչպես կորոշեն, ինչպես կարձագանքեն սրանք կրկին ժամանակը ցույց կտա։ Ցավոք սրտի ես սպասում եմ նաև 3-րդ թողարկվանը։ Մենք կհանդիպենք կրկին, ցտեսություն։